Անհամբեր էինք սպասում այդ օրվան, սրտատրոփ, հիշում եք։ Մաման պապան որ ասում են, մնաց 10 օր, բալես, 10 օր մնաց 8 օր, 7 օր, ում ծնունդն է 5 օրից, մնաց 3 օր, 2 օր, մի օր, վաու, գալիս էր ծնունդը, հասկանում էր, որ դու այդ առիթի հետ ոչ մի կապ չունես։ Որտեղ ովքեր էին գալիս հյուր, պապայի ընկերները, մամայի ընկերուհիները ու վերջ։ Գալի ասում, խոսում, խնդում, իրանց ջահել օրերից հիշում, խմում, սղում, հա, հի, թողում գնում։ Իմ ծնունդն էր, հիշում եք, չէ՞։ Մանտրաժ էր, ասում ես, լավ, գնամ գոնե նվերները նայեմ։ Նվերները բացում ես, պապային գալստուկ։ Այ պապա ջան, ես բալես մեծանաս կկապես, որ այդ իշքան պետք է մեծանաս, 7 տարեկան, 6 տարեկան, ուզում ես կախվես մանտրաժից, այդ գալստուկով։ Մամային տենց չգիտեմ, կոֆեի կոմպլեկտ բաժակների 12 հատ, գոնե թեյի բերեն, եղբայր, դու էլ օգտվես մի բանով, սիրտդ հովանա։ Երեխա ես, կոֆեի բաժակների կոմպլեկտ, ինչ ես անում։ Տարվա մեջ հանկարծ որ ասենք պատահեր ձեռդ կպներ այդ կոմպլեկտի 12 հատից մի հատիկն էլ հանկարծ գցեիր ջարդեր, շանցեց էր տալի մաման։ Այ մեր ջան, իմ նվերն է, այ ցավդ։ Ուզեմ են 11 հատն է կջարդեմ։ Ինչ անարդարություն։ Բայց մյուս օրը սկսվում էր իսկական ծնունդը, հիշում եք, այդտեղ ծնունդը գալիս էր։ Արդեն քո դասարանցիներն էին գալիս, այդ ինչ նվերներ էին ֆռում, բլոկնոտներ, գրիչներ, վատ դուխիներ, դոլար, մոլար, Էլ Պասո, հիշում եք։ Հաշկիրակներ, նասկիներ, մի հատ էլ երեխա կար, մեխակ էր բերում, ծաղիկ մի հատից միշտ։ 3 տարի սովորեց մեր դասարանում ու դուրս եկավ։ Արա ինչ, մի հատ սպիտակ մեխակով 3 տարի հրավիրել եմ ծնունդի, սպիտակ մեխակ, հարցը բան ճիշտ հասկացեք, կարող է հնարավորություն չունեն, տենց ընտանեն, օքեյ, թող ընդհանրապես բան չբերի, բայց մի հատ սպիտակ մեխակ աբիդնի է, էլի։